Կարծիքները միշտ է լինելու են, եւ մենք միշտ այդ կարծիքների զոհն ենք մեր հասարակության մեջ։ Ինչ կմտածեն, ինչ կասեն, բայց իրականում այդ ընթացքում, որ մտածեք, դուք ինչքան եք զբաղվում, իրոք այն ամենով, ինչը դուք սիրում եք։ Դա շատ կարևոր հարց է, ինչքան եք ապրում ուրիշների համար եւ ինչքան եք ապրում ինքը ձեզ համար։ Այդ հարցը շատ կարևոր է եւ ինքը առանց վախենալու պետքա պատասխանես ինքդ քեզ։ Այսինքն, եթե դու մի բանով զբաղվում ես, որը որ դու իրոք սիրում ես, դա քեզ չի կարող վատ տեղ տանել։ Իսկ երբ որ դու անում ես այն ամենը, որ ուրիշներին գոհեցնես, կարող է բոլորը գոհ լինեն, կարող է ամեն ինչ խաղաղ թվա, բայց օրվա վերջ դու երբ որ ինքդ մենակ լինես, ինքդ քեզ հետ, երջանիկ չես, երջանկության կարիքը դեռ կունենաս։ Գիտեք, ես այս տարիքում, այս փուլում իմ կյանքում հասկացա մի բան, որ եթե դու չզբաղվես քո սիրած գործով, մոտիվացիադ որոշ չափով շուտ կամ ուշ կկորի։ Մաքսիմում պետքա գտնեք ինչ-որ մի բան, որը ձեզ երջանկացնում է։ Արեք ու թող չստացվի, բայց գոնե ասեք, որ փորձել եք, որովհետև այդ փորձելով դուք անցնում եք կոմֆորտ զոնայի սահմաններ։ Ու երբ որ դուք անցնում եք կոմֆորտ զոնայի սահմաններ, դա միակ ճանապարհն է, որպեսզի դուք աճեք։